Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի հիմնադիր սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ Բարև ձեզ Տիկին Մելոյան, շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Խոսենք վաղ առավոտից տեղի ունեցած գործընթացներից, առավոտյան տեղեկացանք, որ Արագածոտնի թեմի առաջնորդին են ձերբակալել, հետո իմացանք, որ եւս 7 հոգու ձերբակալել են, 1 հոգի ազատ է արձակվել, մյուսների մասին այս պահի դրությամբ դեռևս տեղեկություն չունենք, ժամը 17:00-ի դրությամբ, ամեն դեպքում ինչի համար է գնում իշխանությունը նման ճնշումների։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, սա հերթական թոհուբոհով առավոտներ մեր կյանքում, որը արդեն այդ աննորմալը հերթական նորմալն են դարձրել, առավոտվանից լրահոսում հայտնվեց տեղեկատվություն, որ մի քանի հոգևորականներ անհետացել են ու այս դեպքում շատ բնութագրիչ է իրավական եզրութաբանության համատեքստում առևանգում եզրույթը, որովհետև երբ իրավապահ մարմին ես, միջամտում ես մարդկանց ինչ որ նպատակով փորձում ես բերման ենթարկել, դա ընթացակարգ է եւ այդ իրավիճակում բնականաբար մարդը ունի պաշտպանության իրավունք, կոնվենցիոնալ, հիմնարար իրավունք, որի իրացումը իհարկե ակնհայտորեն հերթական անգամ իրավապահ մարմինները ճնշող մահակի վերածվեցին, խախտվել են իրավական ընթացակարգերը, որովհետեւ մարդիկ այո կան սահմանված ընթացակարգեր, եթե հրավիրում եք, ծանոթում են մարդիկ, մարդը հնարավորություն ունենում պաշտպանի հրավիրել, պաշտպանը խորհրդատվություն է տրամադրում, մի խոսքով, այս իրավիճակում անգամ մարդկանց բերման ենթարկելու ակնհայտ է, որ հիմք էլ չէր կարող լինել, բայց բերման ենթարկելու ընթացակարգներ էր խախտված, դրա համար ենք ասում մարդկանց առևանգել են, որովհետև մարդկանց այն պահից, որ լրահոսում հայտնվեց տեղեկատվություն առայն, որ չկան 6, ի սկզբանե 6, այնուհետև 8 հոգևորականներ, նրանց մի մասի վերաբերյալ իրավապահ մարմինները հրաժարվեցին տեղեկատվություն տրամադրել, ըստ էության մինչ այժմ էլ ինձ հայտնի չէ, արդյոք բոլորին է փաստաբանական համայնքի մեր գործընկերները հնարավորություն ունեցան բոլորին գտնելու մեկ, երկրորդն էլ առավոտվանից էլի փաստաբանական համայնքի հարգարժան գործընկերներս փորձում են պաշտպանության իրավունք իրացնել, այսինքն ներկայացնում են դիմում, որպեսզի դառնան կոնկրետ առևանգված հոգևորականների ներկայացուցիչը եւ ապահովեն մարդու պաշտպանության իրավունքի իրացումը, ու այս իրավիճակներ էր խոչընդոտվում, սա եկեղեցու Հայաստանի Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ ընթացող կառավարության հենց ղեկավարի դեմքով պրոցեսի շարունակությունն է, տրամաբանական շարունակությունն է, որովհետև արդեն ունենք իրավիճակ, երբ ապօրինաբար ազատազրկված են մեր 2 սրբազան հայրերը եւ հիմա 3-րդ սրբազանը եւ եւս 7 հոգեվորականներ առևանգված ապօրինաբար միջամտության իրավիճակում են հայտնվել։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու համար հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում է կատարվում վարութային եւ ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։ Եվ հիմք է հանդիսացել Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամի հարցազրույցում արված հայտարարությունը, որը դիմել է Դանիել Իովաննիսյանը դատախազությանը, որ գործառուցվի։ Բարի, տեսեք, մենք եթե ՀՄԿ-ի եթերները հետևենք, իշխանության ներկայացուցիչների եւ սատելիտների կողմից Եվի տասնյակ գործեր հարուցելու հիմքերով հայտարարություններ են արվում, բայց քանի որ մենք ներկայումս գտնվում ենք այդպիսի իրավական իրավիճակում եւ այնպիսի երկրում, որտեղ երկակի ստանդարտներ եւ ընտրովի արդարադատություն է տեղի ունենում, բնականաբար տրամաբանական էր Տեր Արամի ներկայությունը հանրային հեռուստաընկերությունում, որովհետեւ հանրային հեռուստաընկերությունը իր ի սկզբանե օրենսդրական առաքելությունից հեռանալով զուտ քարոզչամեքենայի է մեր երկրում ցավոք սրտի վերածվել,
Տեր Արամը ինչու էր հրավիրվել հանրային հեռուստաընկերություն, նույն եկեղեցու դեմ արշավի տրամաբանության մեջ, որպիսի հեղինակազրկի եւ ըստ էության եկեղեցուն թիրախավորող հայտարարություններ կատարի, ու որն էր այդ հայտարարությունը, մի փոքր նախապատմություն, նա իրեն թույլ էր տվել այսպիսի հրապարակում, որ հոգևորականներին ուղղորդել են ցույցերի ժամանակ մասնակցելու հավաքներին եւ ցույցերին 2021 թվականին։ Այստեղ ես շատ հետաքրքիր հետ հայացք եմ առաջարկում նետել նախորդ, ինչ հեղափոխական Հայաստան։ Մշտապես գրեթե բոլոր ցույցերին մեր երկրում եղել են հոգևորականներ։ Այդ դեպքում արդյոք հոգևորականներն են նպաստել հեղափոխության իրականացմանը։ Բնականաբար ոչ, հոգևորականները Հայաստանյան Սուրբ Առաքելական եկեղեցին մշտապես մեր հասարակությունում անկախնելի ներկայության իրավունք ունի ու հենց իր ներկայությամբ էլ շատ իրավիճակներում լարված իրավիճակները սաստում է, խոչընդոտում է լրացուցիչ մարդու իրավունքների ոտնահարմանը, իր հոգևոր հովիվի առաքելությամբ ներկա է գտնվում, ինչպես օրինակ պետք է հավաքների ժամանակ, պարտադիր կերպով ներկա են լինում իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ինչպես պարտադիր պետք է լինեն բուժ աշխատողներ եւ մշտական ծառայություն իրականացնի բուժօգնության մեքենան, որը շատ հաճախ հենց ընդդիմադիր հավաքների ժամանակ լինելով պետական մարմինների պարտականությունը չի ապահովում, այնպես էլ Հայ առաքելաց եկեղեցին, որը մեր սահմանադրությամբ ունի իր բացառիկ կարգավիճակը, թե իրավական առումով սահմանադրության մեջ, թե իր կարգավիճակով պայմանավորված մեր Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի պատմության ընթացքում իր դիրքով եւ առաքելությամբ եւ հետագծով, ու բնական է, որ այո, մարդաշատ իրավիճակներում հենց հոգևոր առաջնորդները կարող են ուղղորդել հոգևոր հայրերին ներկա գտնվելու այդ ցույցերին հավաքներին, որովհետև կրկին ասում եմ, իրենք էլ իրենց հոգևոր ծառայությունն են իրականացնում։ Ու ակնհայտ է, որ պետք է իշխանահաճո ինչ-որ հոգևորական իրականացներ քարոզչություն։ Կրկին ասում եմ, այլապես նա չէր հայտնվի հանրային հեռուստաընկերության եթերում։ Ես կոչ կանեի այդ պարագայում տվյալ քաղաքասարակության ներկայացուցիչը, ով ներկայացրել է այդ հետքերով հանցագործության մասին հաղորդում, իրավապահ մարմինները նաև քննեին մինչ այդ, ինչպես էին տեղի ունենում, օրինակ Էլեկտրիկ Երևանը կամ 2018 թվականի ցույցերը հավաքները եւ ինչ հիմքով էին հոգեվորականները այդտեղ ներկա գտնվում։ Ու ի վերջո էլ, եթե անգամ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, եթե անգամ այդ հոդվածով ձեր կողմից ներկայացված քրեական գործ է հարուցվել, ինչու են մարդկանց առևանգում։ Սա ուղղակիորեն պատժիչ մեխանիզմ է, ներգործություն է պետության կողմից եկեղեցու վրա, մահակի տեսքով, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծի։ Մեկ, երկրորդ հարվածի եկեղեցու հեղինակությանը։ Մենք ի վերջո, հռչակել էին ժողովրդավարության բաստիոնում։ Ժողովրդավարության բաստիոնում մարդկանց իրավունքները առաջնային են ու պետությունը կաշկանդված է մարդու իրավունքներով։ Մարդկանց իրավապահ մարմինները չեն առևանգում։ Առավել եւս կրկին ընդգծում եմ մի պետությունում, որտեղ Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցին ունի բացառիկ կարգավիճակ։ Ակնհայտ է, որ բացի իրավական գործընթացից ամեն ինչի հետ այստեղ գործ ունենք եկեղեցու հետապնդման, եկեղեցու քարկոծման, եկեղեցու քայքայման ու այդ ամենի համատեքստում նման դրվագների դրսևորման հետ, ինչպես օրինակ այն իրավիճակներում ուղիղ կոռելացիա անցկացնենք, որ մեր երկրում ուղղակիորեն տասնյակ անգամներով աճում են հանցագործությունները տարբեր բնակավարների եւ ամենօր սպանության մասին ենք սպանություն, թմրանյութերի շրջանառում, դանակահարություններ, այդ նույն հասարակությունում այսօր իրավապահ մարմինները առևանգում են 8 հոգեվորականների, դատապարտում են սրբազան հայրերը եւ այդ նույն հասարակությունում այսօր խուզարկություն է իրականացվում մեր եկեղեցում։ Դա մեր հայերիս հանրության ամոթն է, այսինքն այդ ինչ պետք է փնտրեիք, ինչ եք որոնում։ Եվ մինչև հիմա, մինչև այս պահը գործողություններ իրականացում առաջնորդարանում։ Ինչ են այդքան երկար եւ հետաքրքիր է, որ ազգային անվտանգության ծառայությունը ներգրաված է այս գործընթացում։ Ինչպես նախորդ անգամ Միքայել Սրբազանի դեպքում եւս մեծ թվով հենց ԱԱԾ աշխատակիցները գնացին եւ մտան։ Այստեղ ուղիղ հանրության ու լսարանի համար պետք է ընդգծենք, որ կրկին, անգամ այդ խուզարկության աշխատանքները ոչ միայն
միածին էին գնացել այլև զուգահեռ սրբազանին վերման ենթարկելով այո վեհարանը Գյումրիում հա նստավայրը կեցավայրը սրբազանի եւս խուզարկության էր ենթարկվել եւ խուզարկության էր ենթարկվել կրկին իրավական ընթացակարգերի խախտմամբ չէին թույլ տվել որպեսզի փաստաբանը ներգրավի ու զուգակցվել էր շատ կոպիտ բիրտ վարքագծով օրինակ սրբություն հանդիսացող նշխարքներն էին գետնին նետել, փշրել, ավիրել, այսինքն կոնկրետ ուղերձներ էր, հա, այդ ողջ այսպես կոչված իրավական գործընթացը իր մեջ պարունակել։ Այստեղ կրկին ասում եմ, հա, մենք այս գործողությունների արդյունքում կատարում ենք արձանագրում, որ կոնկրետ թիրախավորելով եւ քաղաքական նպատակահարմարության եւ քաղաքական հրահանգավորվածության արդյունքում իրավապահ մարմինները նման հակաօրինական ապօրինի գործողություններ կատարելով հարվածում են բոլորիս, որովհետեւ բոլորիս հարվածն է առաջին հերթին եկեղեցու դեմքով ինչ է եկեղեցին, հա, ինչու են հարվածում եկեղեցին, սա միայն դավանանքի հարց չէ, հայ առաքելած եկեղեցին սահմանադրությամբ ունի գոյության իր նպատակ, իր նպատակը սահմանադրությամբ արձանագրված դա հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանումն է, առաքելությունն է դա եկեղեցու, այսինքն եկեղեցուն հարվածով, հարվածի տակ է ընկած մեր բոլորիս ինքնությունը, հենց այդ պատճառով օրինակ ես հիմա ձեզ մոտ եմ գալիս Սամվել Կարապետյանի հերթական դատավարությունից, որտեղ քննվում է նրա կալանքի երկարաձգման միջնորդությունը։ Ինչու է Սամվել Կարապետյանը անազատության մեջ, որովհետև այս մարդու կարմիր գիծն է հատվեց, հա, հարցակվեցին եկեղեցու վրա եւ մարդը ընդամենը 2 րոպեանոց շատ անմեղ հարցազրույց ունեցավ, ասեց, որ ինքը մեր ձևով կանգնած է եկեղեցու կողքին, անմիջապես ժամեր անց վարչապետի պաշտոնական կայքէջում ինչ որ ոչ վարչապետին հարիր հրապարակումներ, հրահանգավորում բացահայտ կերպով իրավապահ մարմիններին եւ ձերբակալված Սամվել Կարապետյան։ Ու հիմա եկեղեցու դեմ արշավը շարունակվում է։ Եկեղեցին դա մենք ենք, մեր ինքնությունն է ու անգամ հիմա մեր կողքին եկեղեցու կողքին կանգնած են մեր հայրենակիցներ, ովքեր այո ունեն կողմնորոշում, որ իրանք ազգությամբ հայ են, ունենք մենք շատ հայեր, ովքեր չունեն կրոնական կողմնորոշում, հա, իրենք օրինակ ես քրիստոնյա եմ, դա իմ որոշումն է, իմ ընտրությունն է, իմ ծնողների ուղղորդման արդյունքում ինձ համար ընդունելի է, բայց նաև մենք ունենք մեր կողքին հայեր, ովքեր չունեն դավանանքի կողմնորոշում, բայց այդ մարդիկ այնքան գիտակից են, որ ամենավառ քրիստոնյայցել, այո, հիմա կանգնել են եկեղեցու կողքը, որովհետև հասկանում են թիրախը զուտ դավանանքը չէ, այս կառույցն է թիրախավորված, որովհետև այսօր ամեն ինչ տարվում է դեպի հայկական ինքնության ոչնչացում։ Հիմա կարող է կաթողիկոսի նաև կալանավորեն գործողություններ սկսվեն, որովհետև Փաշինյանը անոնսել է արդեն այդ մասին, որ ինչ որ հանրահավաք է անելու, իդեպ մամուլում արդեն նշվում էր, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամսին են պլանավորում, փաստորեն ճիշտ էր այդ կանխատեսումները եւ նախաբանը սա էր։ Տեսեք, այստեղ մի քանի զուգակցում, հա, տանենք, ինչա տեղի ունենում։ Հունիս ամսվանից, եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանը մեկնարկեց արշավը եկեղեցու դեմ։ Իրենք նախ արձանագրենք, որ դա էր հանցագործություն, որովհետև մեր երկրում վարչապետը անկախ վերացարկվենք, հա, ու մեր կոնկրետ անձնապես թիրախավորում վարչապետը պաշտոնյա է, ով ունի կոնկրետ լիազորությունների, պարտականությունների, գործառույթների շրջանակ։ Մեր սահմանադրությունը ամրագրում է օրինականության սկզբունքը, որն ասում է, որ եթե ես եւ դուք կարող ենք անել այն, ինչ արգելված չէ օրենքով, իրենք պաշտոնյաները կարող են անել միայն այն, ինչ օրենքը իրենց թույլ է տալիս։ Իսկ օրենքը իրենց արգելում է միջամտելու ներեկեղեցական կանոնական կյանք։ Հետևաբար անգամ եթե ինչ որ հոգևորական խախտում է կանոնական կյանքի թույլ տվել, դա ընդհանրապես Հայաստանի Հանրապետության վարչապետի միջամտության հարթակը չէ եւ միջամտությամբ ինքը խախտում է օրենք, հանցագործություն է կատարում։ Իրենք այս կերպ ուզում են այլ փաստարկներ գտնեն, որպեսզի արդարացնեն իրենց գործողությունները, իրավական գործողությունները։ Արդեն ուրեմն արձանագրում ենք, այո, իրենք արդարացնել են, բայց արձանագրված փաստ է, որ խախտել են օրենքը իրենք։ Երկրորդ
Հասկանալով, որ հանրության համար դա ոչ հաճելի մեկնարկ էր, ես համոզված եմ, որ իրենք էմոցիոնալ առումով չափում են, հա, հանրային արձագանքը կոնկրետ գործողություններին։ Բնականաբար հետ նահանջ եղավ այդ process-ից, որովհետև հանրային արձագանքը շատ բուռն էր։ Ու արդեն բավական երկար ժամանակ արձանագրում ենք, որ այլ միջամտություն եկեղեցու նկատմամբ իրենց թույլ չեն տվել։ Հիմա մոտ ապագայում մենք նաև ունենք նոյեմբերի 16-ին Էջմիածնում ընտրություններ, վաղարշաբաթ համայնքի ընտրություններն են տեղի ունենալու։ Արդյոք այս երկուսը իրենք նույն տրամաբանական կապի մեջ չեն։ Ու ընդհանրապես, արդյոք Հայաստանի Հանրապետությունում ինչ տեղի է ունենում սկսված հունիս-մայիս ամիսներից, ընդհանրապես 2026 թվականի ընտրությունների տրամաբանության մեջ չեն։ Իմ կարծիքով, բայց ինչով է օգնում իրենց։ Ավելի վատ չի լինում։ Ներքին դժգոհություններ առաջացնի, մարդկանց մոտ անհանգստություններ։ Միգուցե իրենք այլ տեսլական ունեն, միգուցե իրենք բոլոր այն հեղինակավոր ուժերին, կառույցներին, հանրային ընկալում ունեցող մարդկանց փորձում են մեկուսացնել, որպեսզի ընտրական process-ներում իրենց կողմից գալիք ընտրախախտումների վերաբերյալ բարձրաձայնողները ու կանխարգելողները սակավ քիչ լինեն։ Միգուցե այդ տրամաբանությամբ մոտենանք, միգուցե այդ տրամաբանությամբ է, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներն են նախատեսվում որպես նոր հարցակումների ալիք եկեղեցու նկատմամբ, միգուցե եկեղեցին արդեն մեր հանրության մեջ այն հեղինակավոր կառույցն է, որ կարող է ազդեցություն ունենալ process-ների համար եւ իրենք հաշվարկել են, որ այդ ազդեցությունը ի նպաստ իրենց չի լինելու։ Այս օդի մեջ կախված հարցադրումներ են, որոնց պատասխանները յուրաքանչյուրս կարծում եմ արդեն միանգամից տալիս ենք։ Այս պարագայում ինձ համար ակնհայտ է, ես այդ տեղեկատվությունը չունեի, եթե իրենք օդի մեջ շրջանառում են այդ հարցակման ամսաթվեր, հնարավոր է իրենք ունեն կանխատեսած ու ականխորոշած ընտրությունների արդյունքներով հետագա իրենց անելիքները եւ ես պետք է լիահույս լինեմ, օրինակ գնալու եմ ես ինչպես Գյումրիում այստեղ եւս դիտորդական առաքելություն իրականացնեմ։ Դիտորդական առաքելությունը դա անաչառ գործընթաց է, որի արդյունքում փորձում ես որպես մասնագետ վերահսկես ընտրական գործընթացները կանխարգելելով ցանկացած որևէ ուժի կողմից ընտրական գործընթացի խախտում։ Ուղղակի մենք այս ամենից ու այսօր, հա, այս process-ից էլ հերթական արձանագրումն ենք անում, որ խախտվում են մեր կարմիր գծերը։ Սրանք դա ամեն օր մենք ապրում ենք դասագրքային օրինակ, ինչ չի կարելի անել, ու այս process-ները դառնալու են հայոց պատմության հետագա էջերի մասը։ Մենք է դառնալու ենք այն ամոթալի սերունդը, ում օրոք մենք թույլ ենք տվել, որ այս ամենը տեղի ունենա։ Դու կարծում եք առավել ճնշումներ նախատեսվում են առաջիկայում, հաշվի առնելով այն ամեն ինչը, ինչ տեղի ունենում եւ այն, որ ընտրություններ է սպասում, որովհետեւ Փաշինյանը անոնսել է որոշ բաներ, նույնիսկ կուսակցություններին է ասում, որ կարող են ոչ բոլոր կուսակցությունները մասնակցեն ընտրություններին, հնարավոր է թափանցիկության հետ կապված եւ այլ հարցերի հետ կապված խնդիրներ լինի։ Փաշինյանը իրավունք չունի ժողովրդավար իրավական երկրում ասելու, թե ով կարող է մասնակցել ընտրությանը, թե ով չի կարող։ Ու Փաշինյանը դա ասելով հերթական անգամ արձանագրում է, որ ինքը, ինչպես ինքն էր հայտարարել, հա, ես եմ կառավարությունը, սկզբունքը, ինքը նաև դատական իշխանությունն է, օրենսդիր մարմինն է, ու այո, ինքը ազնիվ է իր այդ խոսքերում, որովհետև այդ արձանագրմամբ մենք գալիս ենք այսօրվա իրողությանը, որ այո, երբ Փաշինյանը շրջափակման կոչ արեց դատարանների, երբ շրջափակեց օրենսդիր մարմինը, ինքը դրանով գործնականորեն ցույց տվեց, որ ինքը կարող է խախտել օրենքը ու մնա առանց պատիժ, ու խախտելով օրենքը ինքը նաև այդ մարմիններին ցույց տվեց, որ բոլորը պարտավոր են գործել իրենց կամքում։ Դա է պատճառը, որ այսօր մենք հանգրվանել ենք մի իրականության, որտեղ երկակի ստանդարտներ են գործում, ընտրովի արդարադատությունը եւ իրավունքի գերակայությունը աննախադեպ անկման ու իրավիճակում է մեր երկրում, որ օտարերկրյա իրավաբանները գալիս են պաշտպանություն իրականացնելու իրենց վստահորդների շահերի ու մեզ համադրում են աֆրիկյան պետությունների հետ, որովհետև այո, մեկ էլ աֆրիկյան պետություններում է հնարավոր այսպիսի քաղաքական ներգործություն դատական իշխանության նկատմամբ։ Մեկ էլ աֆրիկյան պետություններում է հնարավոր արդարադատության այսպիսի ճկված ու անկման իրավիճակ։ Ու մենք պետք է կարծում եմ ինչ-որ պահ արդեն համընդհանուր, հա, այդ կարմիր գծի առերեսվենք, որոշում կայացնենք, արդյոք մենք թույլ ենք տալիս այս ամենին տեղի ունենալու, թե ոչ, որովհետև այո, առաջիկայում
Տիմ ընտրություններ են առաջիկայում համամասնական ընտրություններն են 26 թվականի տեղի ունենալու, որոնք կանխորոշիչ են լինելու պատմական առումով, որովհետև արդեն այսօրվա իշխանությունը հրահանգել է 4-րդ հանրապետության ստեղծման մասին իրենց վերընտրման պարագայում, իսկ դրանից հետո արդեն մեր պետության ակունքային փաստաթղթերի փոփոխման մասին, իսկ այդ գործընթացները թույլ տալ, որ իրենք անեն, ուղղակիորեն թույլատվություն է լինելու ընդհանրապես աշխարհի համար հարցականի տակ դնել մեր Հայաստանի Հանրապետության որպես անկախ միավորի ինքնիշխան պետության գոյության հետագա հարցը։ Դուք կարծում եք սահմանափակվեն այս խոզարկություններով, ձերբակալություններով, թե նոր մեղադրանքներ կառաջադրեն։ Ես կարծում եմ օրվա իշխանության եւ իրավապահ մարմինների գործողությունները ուղղակիորեն հարաբերակցվում են ոչ թե իրավունքին, օրենքին ու այդ արձանագրված փաստական հանգամանքներին ու խախտումներին, այլ հանրային արձագանքին։ Եթե ստանան հուշկու հանրային արձագանք ու հասկանան, որ հանրության համար այս գործելավոճը անընդունելի է, որոշակիորեն կաշկանդվածություն կլինի։ Ու ես լիահույս եմ, որ հանրությունը իր խոսքը կասի։ Այնուամենայնիվ իրենք անգամ եթե այսօրվա 8 հոգևորականների պայմաններում գործողությունները ես լիահույս եմ, որ հետևանքային չեն լինի եւ նաև ցավալի է, որ հետևանքային չեն լինի իրենց համար, որպես ապօրինի գործողություններ պատասխանատվություն ենթադրելով, ես լիահույս եմ, որ այնուամենայնիվ այսօրվա այսքանով կկաշկանդվեն, արդեն Տեր Փարյանին ինչքան տեղեկացանք ազատ են արձակել քչական կոմիտեից, նույնը ցանկանում ու մաղթում եմ մյուս մեր հոգևոր հայրերին, բայց ես համոզված եմ, որ եկեղեցու հարձակումները չեն նահանջելու իրենք եկեղեցու հանդեպ իրենց ծրագրավորված կոնկրետ գործընթացի մեջ ու մենք պետք է լինենք աչալուրջ, մենք պետք է լինենք հետևողական ու կրկին ընդգծում եմ, որ սա զուտ եկեղեցու դավանանքի հարց չէ, եթե դու հայ ես ու դու ունես կողմնորոշում քո ինքնության հետ կապված ու դու ուզում ես, որ քո հայկականությունը գոյատևի, դու պետք է այդ որոշումը քո համար կայացնես ու թույլ չտաս ինչ որ պաշտոնյայի քո հոգևոր եկեղեցական ազգային կառույցներին այդքան վնասել ու քայքայել, որովհետև դրանք են նաև մեր հետագա գոյատևման գրավականը։ Եկեղեցին են միակ կառույցն է հայկական, որը կարողացել է հազարամյակների ընթացքում գոյատևել ու հենց եկեղեցին է եղել այն գրավականը, որի շնորհիվ նաև մենք հայերս ենք գոյատևել։ Ու ամբողջ աշխարհում էլ, մենք մի ազգ ենք, որը շուրջ 3 միլիոն իր երկրում է ապրում, բայց շուրջ 10 միլիոնի չափել աշխարհասփյուռ հայ ունի, ու այդ հայկականությունը պահպանելու գրավականը բացառապես եկեղեցիներն են։ Եկեղեցիներն են կրթությունը կազմակերպում, հոգևոր դասերը կազմակերպում, տառաճանաչությունը, հայերեն լեզվու, սփյուռքի հետ կապ, այդ ամենի ուղեր ճանապարհները, ուղիները եւ կապող ուղակը մեր եկեղեցին է ու կրկին ընդգծում եմ, սա եւս այդ հարցադրումների շարքին դասում, թե ինչու թիրախում հայտնվեց եկեղեցին։ Սամվել Կարապետյանի գործի հետ կապված ինչ ակնկալիք կարող ենք ունենալ, թեև ակնկալիքներ կարծես թե չկա, որ խափանման միջոցը երկարացնելու են, կարծես թե արդեն որոշված է այդ մասով, որովհետև մեղադրանքը փոփոխվեց եւ ավելի ծանր մեղադրանք առաջադրվեց, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեղադրանք է։ Տեսեք, Սամվել Կարապետյան, ես ընդհանրապես ցանկացած դատավարություն գնալուց, էլի կրկին այդ մասին խոսում եմ, չեմ դադարում ամեն դեպքում լավահույսորեն, լավատեսորեն գնալ այդ դատավարությանը, ես հնարավոր է, տենց շատ չնահանջող լավատեսակ եմ, բայց ամեն անգամ չենք դադարում նաև հիասթափվելուց։ Ամեն դեպքում մի փոքր հույսը պահենք, չնայած արդեն ձևավորված կոնկրետ դատավորի պրակտիկային, իր վարկանիշին, նախադեպերին, նմանաբնույթ գործերի ու ակնհայտ քաղաքական հրահանգավորվածությանը, որովհետև Սամվել Կարապետյանը դասական քաղաքական բանտարկյալ է։ Ուղղակի մարդ է, ով մեծանուն բարերար, ու իրենք երկուսն են, Ռուբեն Վարդանյանը, որ Հայաստանի հետ այդքան աղերս ունեն ու հայկականության հետ կապ ունեն, եւ Սամվել Կարապետյանը։ Ռուբեն Վարդանյանը հիմա ազատազրկված ու ապօրինաբար դատվում է Բաքվում, Սամվել Կարապետյանը իր հայրենիքում Հայաստանում։ Սա մեր հանրային ամոթն է, որ Forbes-ի ցուցակում նման մեծանուն բարերարը
կարող է ազատազրկված լինել իր հայրենիքում։ Ինձ գիտեք ինչքան դրսի գոլեգաներ, գործընկերներ են արտասահմանցի զանգել ու այդ հարցադրումը արել, որ սա իրականություն է արդյոք, հա, ձեր ֆիլանթրոփիստին դուք դատում եք ձեր երկրում։ Ու այո, դա իմ անձնական ամոթնելն ու ցավն է, որ այս մասշտաբի հայը հիմա զուտ մի հոգու քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կարող է գտնվել նման իրավիճակում ու ինչն է պատճառը, կրկին ընդգծենք, հա, պատճառը այն է, որ Սամվել Կարապետյանի կարմիր գիծն է անցան։ Օրինակ իմ կարմիր գիծը անցան, երբ շրջափակման կոչ արեց վարչապետը դատաները շրջափակելու։ Այո, դա իմ համար ճիշտ կարմիր գիծ էր, որովհետև եթե բոլորը կանգնեին կողքին, եթե մենք միասնական լինենք ու եթե հասկանար վարչապետը, որ իր գործողության համար նախատեսված պատասխանատվությունը վրա է հասնելու, այսօր մեր դատական իշխանությունը նման անկման իրավիճակում հայտնված չէր լինի։ Արդարադատությունը կգործեր։ Մենք այսօր դատանների բակերում ենք կանգնում, որովհետև 19 թվականին թույլ տվեցինք, որ կոչ անեն շրջափակել դատարանները իրենց քիմքին ոչ հաջող որոշման համար ու դա մնա անհետևանք։ Դա ճգնաժամ է, որովհետև չտրվեց իրավական գնահատական։ Ու այսօր մեր անաչառ պրոֆեսիոնալ դատավորներին, ովքեր հավատարիմ են իրենց խղճին ու օրենքին, իրենց լիազորությունները դադարեցնում են, իսկ կամակատարների առաջ խաղացումն են ապահովում։ Ու կրկին ընդգծեմ, հա, դա է պատճառը, որ այսօր ազատազրկված է Սամվել Կարապետյանը, այսօր հարձակումների է ենթարկվում եկեղեցին, այսօր դատում են մեր սրբազան հայրերին, այսօր դատում են մեր նահատակված հերոսների ծնողներին, այսօր բոլոր կարմիր գծերը հատում են ու մնում է այդ ամենը անհետևանք, հենց այս ճգնաժամն է ու այդ ամենաթողությունն ու պատասխանատվության վրա հասնելու բացակայությունն է պայմանավորվել այսօրվա իրավիճակը։ Եվ հետաքրքիր է, որ շատ երկար քննվում է նաև խափանման միջոցի փոփոխման հարցը, դա ինչ մեղադրանքին առաջացան, տեսեք 8 ժամ տևեց 3, այսօր դեռևս շարունակվում է, մինչ մենք խոսում ենք, տեսեք իրավաբանությունից խոսելը Սամվել Կարապետյանի գործի պարագայում անշնորհակալ գործ է։ Այստեղ մենք անզեն զինվորներ ենք, զինաթափված զինվորներ ենք, ովքեր ուղղակի չեն նահանջում, որովհետև չկա իրավական գործընթաց։ Այդ մարդը, որ պատկերացնեք նոնսենսի աստիճանը, ես այս ամենը կանխատեսել էի առաջի օրը, երբ առաջի դատավարությունը գնում էր Մասիվի դատարանում, իրեն ազատազրկելու կալանքը կիրառելու վերաբերյալ։ Ասեցի հեսա շուտով փողերի լվացում եւ այլն կավելացվել ու այդպես է եղավ։ Մի մարդ, որ երբևէ Հայաստանի Հանրապետություն որևէ պաշտոն չի զբաղեցրել, ով պարզվում է շուրջ 1 միլիարդ դոլարի նվիրատվություններ է արել եւ օգնություններ է ցուցաբերել, այդ մարդուն շատ ավելի քչականակ գումարների չափով ինչ որ մեղադրանքների դրվագներ են առաջացնում, ինչ երեք փաստաբաններն էլ ներկայացուցիչներն էլ ասեցին, որ ընդհանրապես աղերս չունեցող անձամբ Սամվել Կարապետյանի եւ գործի հետ։ Այս ուղղակի պետք է այդ շոուն ապահովեն, ինչ որ այդ մարդը բազմաթիվ էս երկրում գործող կառույցների հետ ուղղակի կապ ունի, հենց նույն իր բարեգործությունների համատեքստում, հա։ Երբ թղթաբանություններ են հանում, տենց մանիպուլատիվ մեկնարկ աղավաղված մեղադրանքներ են առաջադրում ու փաստաբանի, իրավաբանի այդ մարդուն դատական աջակցության հնարավորությունը մարդկու ձեռքերը կապանքների մեջ է լինում։ Սա շատ ահասարսուր իրավիճակ է մասնագիտությամբ իրավաբանի համար, ասում եմ, դա մարտի դաշտ է, որտեղ դու պետք է քո զենքը օրենքն է, իրավունքն է, դու գնում ես զինաթափված, քեզ չեն տալիս կռվելու ու պաշտպանվելու հնարավորություն։ Ուղղակի դու այդտեղ կանգնում ես կանգնելու համար, որովհետև այո, դու ես վահան դառնում, որովհետև հետևում ավելի կարևոր արժեքներ են, հետևում մասնագիտական արժանապատվությունն է ու կրկին հետևում հայի ինքնությունն է։ Ու ընդգծում եմ, հա, սա զուտ փաթեթներ են, տենց բերել են մեծականակ տրցակներ համոզված են, այնքան որ խոսելիք ունենան, որպիսի թույլ չտան Սամվել Կարապետյանին գտնվելու ազատության մեջ, որովհետև հավանաբար վախենում են նրա ազատությունից։ Այսինքն ավելի ծանր մեղադրանք ներկայացրած, որ ավելի երկարատև կալանքի պայն կամ գործընթացը երկարատև, ինչպես առաջին մեղադրանքը, սա եւս որևէ աղերս չունի ոչ միայն Սամվել Կարապետյանի, այլ իրականության հետ ու իրավահենության հետ առաջադրված մեղադրանքները բացառապես ինչ որ փաստաթղթային հրահանգավորված աշխատանքներ են քաղաքական իշխանության կողմից, ոչ թե իրավապահ մարմինների համակարգում, ուղղակիորեն լրացուցիչ ձևական ֆորմալ առումով փորձելու հիմնավորել, թե ինչու պետք է երկարաձգել Սամվել Կարապետյանի կալանքը, որը եւս ըստ
փաստահենորեն կարանք ասենք, գալիս է պնդելու, որ Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է, որովհետև մարդու խոսքի համար չեն տանում կալանքի։ Մեր երկրում բազմաթիվ խափանման միջոցներ կան, որոնք հարիր են իրավական պետություններին ու որոնք ներդրված են, որ նման հանցագործությունների պարագայում, օրինակ մարդու նկատմամբ վարչական վերահսկողություն իրականացնեն կամ գրավ կիրառեն, կամ լավ գոնե տնային կալանք, բայց ոչ կալանք։ Ինչու եք քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող ձեր քաղաքականությանը հակասող մարդկանց նկատմամբ մշտապես ամենածանր խափանման միջոցը կիրառում կալանքը։ Դա ուղղակիորեն այդ կոռելացիան է, որ տանում ենք, ուղղակիորեն համադրելի է, հա, սպանության մեջ մեղադրողները տնային կալանքի կամ վարչական վերահսկողության պայմաններում են գտնվում, սրբազան հայրերը, Սամվել Կարապետյանը, նահատակված հերոսների հայրերը կալանքի ներքո են գտնվում, հա, այսինքն կալանքը ոչ թե խափանման միջոց է մեր երկրում, կալանքը մեր երկրում վեր է աճել վերահսկող, ճնշող, սպաջիչ մահակի։ Իսկ միջազգային իրավական կառույցներն ինչու են լուռ այս հարցում։ Կարելի է ձեզ համար առհասարակ այս լռությունը կամ սակավ հայտարարությունները։ Տեսեք, ես դեռ լռությանը վերջնական գնահատական տալնել է անշնորհակալ գործ, որովհետև այս բոլոր գործերը գնալու են բնականաբար մարդու իրավունքների եվրոպական դատարան ու արդեն ունենք հաղթանակներ մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որովհետև այստեղ մի իրավունք չի խախտվում, այստեղ իրավունքների համասփյուռ են խախտվում, մարդու անձնական իրավունքների, հիմնարար իրավունքների համասփյուռ։ Օրինակ ամենակարևորը անմեղության կանխավարկածը, որ այս արդար դատաքննությանը, որոշակիության համաչափսած խախտվել է, պատգամավորները մեր երկրում չեղարկել են, այո, այս իշխանությունը եկավ եւ չեղարկեց անմեղության կանխավարկածը ընդդիմադիրների համար։ Մարդ այսինքն երբ քանի դեռ մարդը հստակ դատանի ուժի մեջ մտած ակտով չի ճանաչվել մեղավոր, նա անմեղ է համարվում, իսկ մարդիկ գալիս են անգամ մինչև իրավական գործընթացները իրանք են նախահարցակ լինում եւ տալիս նախերգանքը կոնկրետ առաջադրվող մեղադրանքների։ Բնականաբար միջազգային կառույցները նախ այո, որ ակտիվորեն, ինչպես մինչ հեղափոխական Հայաստանում մեր չեն արձագանքում իրադարձություններին եւ մարդու հիմնարար իրավունքների խախտումներին, դա իրենց պատիվ չի բերում, որովհետեւ դրանով Հայաստանում իրենք մեկնարկել են անվստահությունը իրենց ինստիտուտների նկատմամբ, իսկ իրենց ինստիտուտների հեղինակությունը իրենց տասնյակ տարիների փութաջան աշխատանքի արդյունք էր։ Արդյոք արժեր դա, այդ արժեքն արդարացված է, որ այլևս հանրային այդ վստահությունը, որը իրենք ձեռք էին բերել ու որի շնորհիվ էլ կայացել էին, դնեն հարվածի տակ։ Երկրորդիվ մյուս գործուն մեխանիզմները դեռ գործարկված չեն ու գոնե առնվազն մարդու իրավունքների եվրոպական դատարանի համատեքստում մենք արդեն տեսնում ենք արդյունքներ եւ դեռ կտեսնենք հետևանքներ։ Իշխանության կողմից քննարկում էր Ռոբերտ Ամստերդամին կալանավորելու մասին, դա հայտարարություն ասել է Հայաստանը պետք է գրոհենք, թեև հետո ինքը իր խոսքում ասում է, որ Փաշինյանին է ուղղված, իրավական գործիքներով պետք է գրոհենք, բայց կապ չունի։ Այո, իհարկե, դա ուղղակիորեն մարդու խոսքի ենթատեքստը վերցնել էր, իդեպ այստեղ հավելենք, որ թարգմանություն էր տեղի ունենում, նա հեղինակավոր փաստաբան է ու ինչ նշեց, հա, իր խոսքում ասեց, ես այսքան տասնյակ տարիների փորձառություն ունի տարբեր երկրների հետ, ու օրինակ առաջի անգամ էր իր պրակտիկան, որ կարող է բարձրաստիճան պաշտոնատար անձը, ինչպես մեր երկրում վարչապետի աշխատակազմի ղեկավարներ, իրեն տենց վիրավորական կերպով հակադարձեն։ Եթե կհիշեք, աշխատակազմի ղեկավարը ասել էր Ամստերդամին հակադարձելու ենք Ռոտերդամ, ասում ոնց կարելի է, էլի, այտենց մանուշակ մսուր մանկապարտեզի մակարդակ ու գիտեք ինչն է ցավը, այս մարդիկ ու նույն միեդի հետևանքի որոշումներով չեն իրանք հեղինակազրկում, իրենք մեր պետությունն են ներկայացնում, չի ասում, որ Հայաստանի Հանրապետությանը հակադարձելու ենք, որովհետև իրենք բոլորով են նույնական գործում, մի պաշտոնյայի գործելավոճ չէ խայտառակ, ու իրենք այդ նույնականացնում են մեր Հայաստանի Հանրապետությանը, բայց թե մենք, թե միջազգային հանրությունը եւ թե հենց իրենք պետք է գիտակցեն, որ իրենք պետություն չեն։ Այդ ուղերձները ձեր դեմ է ուղղված որպես իշխանություն, իսկ դուք ժամանակավոր ինչ-որ մարդիկ եք ու իշխող ուժ եք, որոնց մարդիկ քվեն տվել գալու իշխանությունը իրականացնելու, կազմակերպելու իրենց պետական մակարդակով մարդկանց հայերի կյանքը։ Ու դուք շուտով կգնաք
ու կարժանանանք պատասխանատվության, ուղղակի հետևանքներն են ծանր։ Այսքան տարիների արդյունքում ձեռք բերված մեր միջազգային վարկանիշը, միջազգային հեղինակությունը ու ընկալումը հենց նույն միջազգային կառույցների ու պաշտոնյաների կողմից, այս մարդկանց այդ մանկամիտ հակապետական գործունեության հետևանքով հարվածի տակ է ընկնում։ Շնորհակալ եմ զրույցի։ Զրուցակիցս պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի հիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։